Թուրքիայի կրթական համակարգում հերթական խմբագրումներն են կատարվել։ Մինչ այժմ հայկական հարց կամ հայկական խնդիր անվամբ ներկայացվող թեման ըստ Թուրքիայի կրթության նախարարության Թուրքիայի աշակերտներին եւ ուսանողներին կներկայացվի այլ անվամբ, որպես անհիմն հայկական մեղադրանքներ։ Զուգահեռաբար Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կիրառված տեղահանության քաղաքականությունն այլևս չի ներկայացվի որպես տեղահանության օրենք, այլ վերաբնակեցման օրենք։ Թուրքիայի կրթության նախարարությունը որոշել է վերանայել դպրոցական դասագրքերում հաճախ օգտագործվող մի շարք արտահայտություններ ևս, միաժամանակ մեկնարկելով նաև նահանգների հատուկ ուսումնական ծրագրերի մշակման գործընթաց։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Այս շաբաթ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը անդրադառնալով դասագրքերում կիրառվող մի շարք տերմինների, որոնք միջազգային շրջանառության մեջ ընդունված են, հայտարարել է դրանց վերանայման անհրաժեշտության մասին, առաջարկելով իր բնորոշմամբ ճիշտ տարբերակների կիրառումը։ Թերևս հայերի համար առավել ուշագրավը հայերի եւ 1915 թվականի հայոց ցեղասպանությանը վերաբերվող տերմինաբանության փոփոխությունն է։ Կրթության նախարարը խոսել է նաեւ այս թեմայի վերանայման անհրաժեշտության մասին, կրկին շեշտելով թուրքական պաշտոնական դիրքորոշումը, համաձայն որի հայերի 1915 թվականի Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու փաստը թուրքական պետությունը շարունակում է մերժել։ Յուսուֆ Թեքինը անդրադարձել է նաեւ այլ պատմական տերմինների փոփոխության, մասնավորապես խաչակրաց արշավանքներ ձևակերպմանը, որը օգտագործվում է պատմագիտական գրականության եւ միջազգային ակադեմիական շրջանառության մեջ։ Թուրքական դասագրքերում կփոխարինվի խաչակրաց հարձակումներ ձևակերպմամբ։ Մեր գրականության մեջ դա կարող է անվնաս թվալ, բայց երբ ասում ենք արշավանք, դա հնչում է անընդունելի, գրեթե անվնաս, սակայն դա հարձակում էր։ Հետևաբար մենք հեռացրել ենք խաչակրաց արշավանքներ տերմինը ուսումնական ծրագրից եւ փոխարինել այն խաչակրաց հարձակումներ ձևակերպամբ։ Դա ճիշտ տերմինն է։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հայեցակարգային այս վերանայումը դասագրքերում տերմինաբանության ավելի լայն փոփոխությունների մի մասն է։ Ըստ հրապարակումների Կենտրոնական Ասիա տերմինը, որը տարիներ շարունակ դասավանդվել է որպես թուրքերի նախնիների հայրենիք, նախքան Անատոլիա հասնելը, այսուհետ դպրոցական նյութերում կներկայացվի որպես Թուրքեստան։ Նմանապես հայտնագործությունների դարաշրջան տերմինը, որով բնութագրվում են 15-րդ դարից սկսած աշխարհագրական հետազոտական ճանապարհորդությունները, Թուրքիայի կրթության նախարարության նախաձեռնությամբ կփոխարինվի գաղութատիրության քաղաքականություն ձևակերպմամբ։ Բացի այդ, դասագրքերում ներառվելու են նաև նոր գաղափարական եւ քաղաքական շրջանակներ, այդ թվում ծովային իրավունքի եւ տարածքային հավակնությունների համատեքստում կիրառվող կապույտ հայրենիք հայեցակարգը, ինչպես նաև բնապահպանական ուղղվածությամբ կանաչ հայրենիք հասկացությունը։ Թուրքիայի կրթության քաղաքականության այս փոփոխությունները ցույց են տալիս, որ այն շարունակում է ոչ միայն պահպանել, այլև ինստիտուցիոնալ մակարդակում ամրապնդել պատմության նկատմամբ իր պաշտոնական մեկնաբանությունը, այն նաև ներառելով դպրոցական կրթության մեջ։ Տերմինների փոփոխությունը պարզապես լեզվական կամ խմբագրական բնույթ չի կրում, այն պատմական իրադարձությունների եւ գործընթացների քաղաքական մեկնաբանման փորձ է, ուղղված նոր սերնդի աշխարհընկալման ձևավորմանը։ Հատկապես 1915 թվականի հայոց ցեղասպանության վերաբերյալ ձևակերպումների փոփոխությունը կարող է դիտարկվել որպես ցեղասպանության շղթողականության նոր փուլ, արդեն կրթական համակարգի միջոցով փոխանցվող մակարդակում։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։